մայիսի 9-ին ուրեմն Մոսկվա մեկնելուց հետո Հայաստանին նման հնարավորություն է տրվում, հա, Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը հյուրընկալելու, դա նշանակում է, որ առանձնապես մեծ ազդեցություն ինչ-որ բացասական չի թողել հայ-եվրոպական հարաբերությունների վրա այդ այցելությունը։ Մենք իհարկե խստորեն քննադատել ենք իշխանություններին դրա համար, բայց ես այն ժամանակ էլ ասել եմ, որ չեմ կարծում, որ այդ այցելությունը ինչ-որ լուրջ հետևանքներ ունենա, որտեղ կարևոր են իրական քայլերը, այլ ոչ թե այդպիսի ձևական ինչ-որ այցելությունները։ Եվ այդպես էլ եղավ, ուրիշ հարց, որ ոնց հասկացանք այդ այցելությունից ոչինչ Հայաստան չստացավ, որտեղ մենք հույս ունենք, որ գոնե ինչ-որ բան Մոսկվայից Նիկոլ Փաշինյանն իր հետ բերելու է, եւս մեկ ինչ-որ ինքնիշխանության էլեմենտ, հա, ինչ-որ նոր բան Հայաստանի համար, Ռուսաստանից կախվածության գոնե նվազման հերթական ինչ-որ քայլ, բայց կարծես թե այս անգամ չի եղել նման բան։ Ոնց հասկացա, Պուտինը առանձնապես տենց շատ ջերմ չի էլ ընդունել Նիկոլ Փաշինյանին, որտեղ կարծես թե հանդիպում առանձնազրույց չի եղել։ Այսինքն այնքան որ այսպես քաղաքավարական քայլ է արել Հայաստանի վարչապետը այդ մասնակցություն ունենալով, լավ է գոնե հայկական զորքերը չքայլեցին այսպես Ադրբեջանի պոչ-պոչի կպած,